X Factor-ը հայկական տարածաշրջանի երաժշտական ամենամասսայական նախագիծն է։ Դա է պատճառը, որ բեմում կարող եք տեսնել տարբեր մասնակիցների տարբեր տարիքի նախասիրությունների և իհարկե տարբեր ձայնային տվյալների։ Օրովցես։ Տիգրան Խաչատրյան, ողջույն։ Դուք Տիգրանի կոլեգա։ Տիգրան ջան, 17 տարեկան եք ընդամենը, ինչ կպատմեք ձեր մասին հետաքրքիր։ Ես 17 տարեկան եմ, քաղաք Գյումրիից, սովորում եմ Գյումրու թիվ 3-րդ երաժշտականում, դրա հետ մեկտեղ անհատական պարապել եմ կոնսերվատորիայում վոկալ բաժինը։ X Factor-ին մասնակցում եմ դրա համար, որովհետև ինձ համար դա մեծ դպրոց է, որից կարող եմ շատ բան սովորել։ Մի կոնսերվատորիա է, էլի, այդ կոնսերվատորիայից ավել, չգիտեմ։ X-սերվատորիա է մեզ մոտ։ X-սերվատորիա։ Տիգրան ջան, ինչ հաճելի է զգալ X-ֆակտորիա։ Տիգրան ջան, ինչ երաժշտություն եք սիրում եւ ինչ եք երգելու։ Երաժշտություն լսում եմ ընդհանրապես փոփ, ջազ, մեծամասամբ լսում եմ Բեթհովեն, Մոցարտ, ավելի երաժշտական ճաշակ զարգացնելու համար էլի։ Փոփներ թե ջազը։ Մոցարտը պոպ։ Չէ։ Չէ, ինքը ժամանակի պոպ երաժիշտն է եղել, շատ պոպուլյար երաժշտություն է։ Մեծահարուստների համար գրում էր։ Այո, չէ, նենց ամեն ժամանակը ունեցել է իր պոպ երաժիշտերին։ Հիմա դուք լսում եք պոպ երաժշտություն, ինչ եք ներկայացնելու։ Ներկապային երգելու եմ Լուիս Միգելի «Թեուն ամոր» երգը։ Մեր սիրած երգն է, իմ ու Գարի։ Երգեք։ Մեր են ժամանակների երգն է, այս երգի տակ ենք սիրալվում։ Ya no estás más a mi lado, corazón. En el alma solo tengo soledad. Y si ya no puedo verte, porque Dios me hizo quererte para hacerme sufrir más. Siempre fuiste la razón de mi existir. Adorarte para mí fue religión. En tus besos Կոլեգա։ Ինչ կասեք։ Ցանոք սրտի մի քիչ մաքուր չի զգում եք, չէ՞։ En tus besos se encontraba el calor que me brindaba en amor y la pasión. Esta historia de un amor como no hay otro igual, que me hizo comprendiendo todo el bien, todo el mal, que le dio luz a mi vida, apagándola después. Ay, qué vida tan oscura, sin tu amor no viviré. Siempre fuiste la razón de mi existir. Adorarte para mí fue religión. En tus besos se encontraba el calor que me brindaba en amor y la pasión. Historia de un amor como no hay otro igual, que me hizo comprender todo el bien, todo el mal, que le dio luz a mi vida, apagándola después. Ay, qué vida tan oscura, sin tu amor no viviré. Siempre viste la razón
canción en tus besos encontraba el calor que me brindaba en amor y la pasión. Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Տիգրան, դու իսկապես մեր X Factoria-ի այն փայլուն շրջանավարտներից ես հենց այս պահին, ինչպիսիք որ Իսահակն էին, Տամարան, Արտուրը Բաղդասարյան։ Ամեն ինչը նորմայի մեջ գցեցիք, իսկապես ես հասկացա, որ բոլորը չեն Գյումրիում, որ տաղանդավոր են։ Տիգրանը շոկ է ապրում։ Շոկ են ապրում իմ ականջները նախքին։ Տիգրան ջան, ես ունեմ մի հատ հարց տամ, շատ միգուցե անհամեստ հարց է։ Կոնսերվատորիան, որ զբաղվում եք անհատական, գումարով եք զբաղվում։ Այո։ Պարզ է ամեն ինչ։ Ես ամբողջ երգի ընթացքում սպասում եմ, որ գոնե մի անգամ կարողանաք ճիշտ նոտա արտաբերել։ Մի անգամ ստացվեց, կարծես, երրորդ պրիպևի ամենասկզբից։ Պրոյգրշից հետո, այո։ Այո, մի անգամ։ Կամ բռնեցինք այդ պահը։ Քանի վայրկյանով։ Այո, բայց մնացած դեպքերում ձայնը ոչ թե լողում էր, այլ խորտակվում էր։ Տիգրան, անիմաստ մի շարունակեք, խնդրում եմ, դուք վատնում եք ձեր գումարը։ Բայց Տիգրանը լավ տղա է, անկեղծ, մաքուր, լավ երաժշտություն է լսում։ Բայց ցավոք, հա, երգելը մի քիչ չէ։ Եվ անիմաստ է ձեր պարապելը։ Գնացեք, գտեք լավ մասնագիտություն եւ զբաղվեք դրանով, դարձեք պրոֆեսիոնալ մարդ։ Պրոֆեսիոնալ մարդ չէ, պրոֆեսիոնալ Մասնագետ։ Տիգրան ջան, ավելացնելու բան չունեմ, իրոք, ուղղակի ես երկի օրիգինալը նույնիսկ ես էլի ավելի շատ եմ։ օրիգինալի ժամանակ նույնիսկ զգացմունքներն եմ ստանում, ոնց որ հիմա ձեր երկելու ժամանակ։ Անցնենք ոչիրներին։ Հիմա չստացվեց, ոչինչ, ընդհանուր չներվես։ Ես ես ասում եմ ոչ։ Գարիկ, թող նեղվեն հաղթողները, որտեվ իրանց ավելի քիչ են նայում։ Տիգրան, ոչ, բայց դու հաղթեցիր այս փուլը, հավատա։ Ոչ։ Տիգրան, ոչ։ Շնորհակալություն։ Բան չունեմ ասել։ Ես եմ։ Ինչի են փող վերցնում։ Ինչի են փող վերցնում պարապում։ Չներվես, ինչպես Գարիկը ասաց, արի այստեղ, չներվես։ Ինչ կասես։ Գոհ ես ելույթից հետ։ Նորմալ։ Նորմալ։ Իրանք ճիշտ է գնահատեցին էլի։ Հա։ Ինձ ուրախացնում այն փաստը, որ դու լավ երաժշտություն ես լսում։ Մի քիչ եթե անկեղծ ասեմ, այո, այդքան էլ գուցե մաքուր չէր, բայց ես քիչ առաջ ասեցի, լավ Դե մարդներ։ առաջ անգամ որ ես բեմում, չգիտեմ էլի, ձևաչափով։ Դրա համար երևի սխալ երկեցի։ Սխալ կատարեցի։ Չներվես, եղավ։